Ողջույն, եթերում Medpress-ն է։ Այսօր խոսելու ենք Մարգարյան ծննդատան մայրության դպրոցի մասին։ Այսօրվա իմ հյուրն է Մարգարյան ծննդատան բարձր ռիսկի հղիների բաժանմունքի բժիշկ մանկաբարձ գինեկոլոգ Արմինե Խանամիրյանը։ Ողջույն Բժշկուհի Խանամիրյան, շատ ուրախ եմ ձեզ մեր ստուդիայում տեսնելու համար։ Ես եմ շնորհակալ նման գեղեցիկ տաղավարում ձեր հիասքանչ հաղորդմանը ներկա գտնվելու համար։ Արմինե Գեորգիևնա, մենք վերջին ժամանակներում շատ ենք լսում Մարգարյան ծննդատան մայրության դպրոցի մասին։ Կպատմեք ինչ է մայրության դպրոցը եւ ինչ գործառույթ է այն իրականացնում։ Այո, մայրության դպրոցը, նույն իհարկե դպրոց ասացի նման չի, որտեղ կա տնօրեն եւ աշակերտներ, բայց մայրության դպրոցը վերաբացվել է հուլիս ամսվանից, 2024 թվականին, եւ խնդիրը, նպատակը հղիներին, ընդ որում կարևոր չի, մեր ծննդատան Մարգարյան ծննդատանն են հաշվառված թե այլ բուժ հիմնարկներում, հաստատություններում ամբողջ հանրապետության տարածքից հղիներին նախապատրաստել, ծանոթացնել, օգնել, կրթել, սովորեցնել, թե ինչպեսին պետք է լինի հղիությունը, ընթացքը, ապագա մայրությունը, կերակրելը, նորածնի խնամքը, հետ ծննդաբերական, հետ վիրահատական շրջանը եւ այս օգնության շրջանակներում տալ բոլոր այն գիտելիքները, տեսական, գործնական, որոնք իրենց կօգնեն զգալ մայրության երջանկությունն ու բերկրանքը։ Շատ լավ, խնդրում եմ պատմեք, թե ինչ հիմնական թեմաներ եք քննարկում մայրության դպրոցում։ Թեմաները հիմնական հղիության ընթացքին վերաբերող սննդի մասին, որ սննդամթերքը ճիշտ է օգտագործելը, քանակապես, որ եռամսյակները հաշվի առնելով, այս կամ այն հիվանդությունները հաշվի առնելով, շատ լավ քննարկումներ ենք անում ծննդաբերության ընթացքի մասին, ոնց պետք է գան հիվանդանոց, ում դիմեն առաջինը, ինչ է պետք պայուսակը դասավորելու համար, ամենակարևոր հարցերից մեկը անելու համար։ Պետք են արդյոք այդ հիմիկվա շատ մոդայի գաջետները նախորոք առնել, թե չառնել, հետ ծննդյան շրջանում նորածինների հետ խնամքը կազմակերպելու կամ կերակրման գործընթացը կազմակերպելու համար անպայման հոգեբանի խորհրդատվություն ենք անցկացնում, հոգեբան ենք հրավիրում մեր մասնագետին, որը գալիս է նրանց հետ այդ ծննդաբերության, հետ ծննդյան, կեսարյան հատման վախերից, դեպրեսիաներից, դրանց քննարկումները կամ կարգավորումներն անցկացնելու համար պարտադիր մանկաբուժի, նեոնատոլոգի խորհրդատվություն ենք անցկացնում, իդաս ինքն է վարում, որպեսզի կրթենք, ցույց տանք տեսականում, գործնականում, ինչպես պետք է վերաբերվել եւ փոքր քաշով ենթադրենք կամ խոշոր կամ սովորական նորմալ քաշով ծնված բալիկի խնամքը, կրծքի կերակրման մասնագետ ունենք, որը եւս մասնակցում է մեր դասընթացներին անպայման նման խորհուրդներն անցկացնելու համար։ Որպես մասնագետ անպայման հրավիրում ենք անեսթեզիոլոգի, ծննդաբերության ցավազրկման ակտուալ ժամանակակից, նաև որ պետությունը հիմա անվճար է դարձրել էպիդուրալ ցավազրկումը, անցավ ծննդաբերություն, այս թեման ցույց տալու համար, թե ինչ միջոցներով են անում, ինչ ժամանակակից դեղամիջոցներ են օգտագործում, արդյունավետությունը քանի տոկոսի է հասնում, եւ կեսարյան հատումով ծննդաբերության ժամանակ ցավազրկման ինչ միջոցներ են օգտագործում եւ իհարկե ցավազրկումների, այսպես ասած, հետևանքով միֆեր, որ տարածվում են, այդ միֆերը իրական են լինում, թե չէ։ Այս բոլոր թեմաները 7-8 առանձին դասերի ընթացքում, այո, քննարկվում է, արվում է եւ շատ գոհ են մեր հղիները, բուժառուները։ Իսկ միայն Մարգարյան ծննդատան հղիների համար է նախատեսված, թե այլ պոլիկլինիկաներից, միգուցե մարզերից կարող են գալ եւ ինչպես պետք է գրանցվեն, եթե ունեն բոլորի համար նախատեսված է ցանկացած մարդ, հղի, կին, ամուսինը, սկեսուրը, մենք ունեցել ենք դեպի եւ սկեսուրն էլ եկել, որտեղ պետք է նորածնին խնամքի բանի հարցեր ինքը պետք է կազմակերպել, օգնել հարսիկին, եկել էր ինքն էլ ժամանակակից միջոցներ։ Իսկ այսինքն հայրիկները նույնպես զույգերի համար են գալիս, դու իհարկե մի քիչ ավելի քիչ են գալիս, որտեղ այդ աշխատանքային ժամերին են հիմնականում լինում նման դասընթացները, ով հնարավորություն ունենում է, գալիս են, գալիս մասնակցում են, անվճար է մեզ մոտ մայրության դպրոցի դասընթացը, գրանցվելու համար մեր կայքերում կան հատուկ հեռախոսահամարներ, այդ համարներով գրանցվում է, մենք իհարկե նախորոք 2-3 շաբաթ առաջ պարտադիր հայտարարության նման այսպես
տեսանյութ ենք տալիս, որ հեռախոսահամարով զանգեն, երբ են սկսվելու հաջորդ արդեն ցիկլերը։ Խմբերը։ Շատ լավ, դուք նշեցիք, թե ինչ հիմնական խնդիրներ են փաստորեն ունենում հղիները եւ ինչ հարցեր կա, որոնք որ կարգավորվում են Մարության դպրոցի միջոցով։ Իսկ կարող եք նշել, թե այդ հիմնական բոլոր ֆիզիոլոգիական, ֆիզիկական, հոգեբանական ինչ հիմնական խնդիրներ են առաջանում հղիության ընթացքում կանանց մոտ։ Հոգեբանական խնդիրները իմ ասեմ ավելի շատ նորածնի խնամքի հետ կապված հարցերն են, ինչպես պետքա հարազատների, ամուսնու հետ այդ հարցերը կարգավորեն, ավելի շատ նման հարցերն են շատ։ Այսինքն հոգեբանական խնդիրները ավելի շատ երեխայի խնամքի հետ են կապված, ոչ խնամքի հետ, եւ շատ հաճախ խնդիրներ են լինում կրծքով կերակրման պահի հետ, կկարողանան արդյոք իրենք լիարժեք կերակրել, թե ոչ, կհամատեղեն շուտ աշխատանքի դուրս գալու այդ խնդրի հետ կամ ինչ ձևով պետք է անեն, կբավարարի արդյոք այդ կերակրումը միայն թե լրացուցիչ այլ բաներ են պետք։ Հիմնական խնդիրները, որոնց մասին sense խնդիրները պատկերացնում են, որ կարող են խնդիրներ լինել, այս երկու թեմաների շուրջ է լինում։ Իրականում շատ կարևոր խնդիրներ են, որովհետև հատկապես երեխայի խնամքի հետ կապված, հատկապես այն կանայք, ովքեր որ առաջնածին են եւ իրենք անփորձ են, այդ երեխային խնամքը իրոք կարող է վախ առաջացնել, հետեւաբար սկիսուրների ներկայությունը երևի երբեմն լավ է որ կա։ Կա այդ խնդիրը կա եւ ասեմ հիմնականում իհարկե ավելի շատ ես այս հուլիս ամսից մինչև հիմա որ հաշվում եմ երևի 90 կամ մինչև 100 արդեն հղի ունենք Մարության դպրոցի սաներ, որոնք իդեպ շատ լավ փոխհարաբերության մեջ են լինում մեկը մյուսի հետ, շատ ընկերական, ջերմտերմիկ։ Հիմա փոքրիկ երեխաներով են արդեն իրար հետ ընկերություն անում, այդ ընկերությունը շարունակում են վիճակագրական բան, որ անցկացնում են, հիմնականում դիմում են առաջնածինները։ Այսինքն ավելի շատ ցանկություն ունեն, որոնք որ այդ խնդիրը չգիտեն, առաջին անգամ են առնչվելու ինչա ծննդաբերությունը, ոնց պետք է խնամք անել, կերակրումն անել, եւ կարծում եմ, որ իրենք էլ են ինձ ասում, որ բավականին գիտելիքներով զինված արդեն գալիս են ծննդատուն, ծնարան եւ ծնարանի, ծննդատան, հետծննդյան շրջանի մասնագետներ են ասում, որ տարբերվում են Մարության դպրոցի սաները, դպրոց չանցած սաներից, ծննդկաններից։ Շատ լավ փաստ է։ Իսկ կրծքով կերակրման հատվածում ինչ խնդիրներ են առաջանում, ինչ են քննարկում այդ հատվածում, որտեվ իրականում ճիշտ գիտելիքների արկայությունը օգնում է, որպեսզի հաջողեն կերակրումը։ Հիմնական վախը կբավարարի արդյոք կրծքի կաթը նորմալ ծնուցում ապահովելու համար։ Հիմնականում ուղղակի վախենում են, որպեսզի իրենց երեխան չմնա սովված։ Այո, թեր ծնված կամ քաշը չավելացնի եւ այլ նման խնդիրներ։ Բայց փորձը դա որ բոլորը կարողանում են կերակրել։ Այո, իհարկե։ Նու շատ կարևոր նշանակություն ունի նաեւ նորածինը։ Կան նորածիններ, որոնց մոտ բնազդաբար միանգամից այդ խնդիրը կարգավորում եւ կան ծույլ նորածիններ, որոնք մի քիչ ծուլանում են, զլանում են եւ այլն, որոնց հետ իհարկե պետք է ավելի ճիշտ նպատակասլաց ձևով աշխատել գնալ առաջ, որի համար մենք ունենք այդ կրծքով կերակրման մասնագետը, որը շատ օգնում է հղիներին։ Միանշանակ հիվանդանոցում գտնվելու այդ 3 օրերի ընթացքում անխտիր բոլորը մասնագետի հետ շփվում են, շտկումները ստանում են, կարգավորումներ ստանում են, որ հետագայում այդ խնդիրներից զերծ մնան։ Դուք էլ ձեր խոսքում նշեցիք ծննդաբերության ցավազրկման մասին եւ մենք մեր նախորդ հյուրերի հետ մանկաբարձ գինեկոլոգի եւ անեստեզիոլոգի եւս քննարկեցինք եւ իրենք երկուսն էլ խոսքում նշում էին, թե ինչքան կարեւոր է հղիության ընթացքում հղին ճիշտ ինֆորմացնել ցավի մասին, ցավի որակի մասին եւ հենց ցավազրկման մասին։ Դուք նաեւ քննարկում եք փաստորեն այդ հարցերը Մարության դպրոցում։ Այո, քննարկում ենք, որովհետեւ որ նշեցի միֆեր կան շատ տարածված։ Մենք փորձում ենք համոզել կամ բացատրել, որ դրանք սին են, հենց այնպես խոսակցություններ են կամ եթե ինչ որ խնդիր էլ առաջանում է, լուծման մեթոդներ կան այդ խնդիրների կարգավորման, ինչպես ցանկացած բժշկական միջամտություն, նաև ցավազրկումը որոշ բարդությունների տոկոս կարող է ունենալ։ Բայց կարևորը այն է, որ ժամանակակից դեղամիջոցներով, ժամանակակից այդ ցավազրկման, էպիդուրալ ցավազրկման, օրինակ ծննդաբերությունից էպիդուրալ ցավազրկումը ունենում հատուկ կաթետրների միջոցով, որոնք հիմա շատ լավն են, լավագույն ֆիրմաների են օգտագործում, արտադրանքներն են օգտագործում, որոնցից առաջացող բարդությունները համարյա չնչին են։
կամ կարելի ասել չկան նույնիսկ։ Եվ բացատրում ենք, որ այս տարբերակն է լինում, այսպես ենք անում, եւ ի պատիվ մեզ, մեր հղիներն էլ հետո որ գալիս են, էպիդուրալ ցավազրկումը փորձում ենք կազմակերպել հենց անմիջապես ու ստացվում է։ Արդյունքը լավն է լինում։ Ես գիտեմ, որ կարծում եմ, բայց արդեն հեռուստադիտողին էլ պարզ դարձավ, որ Մայրության դպրոցի դասերը միապաղաղ դասախոսությունների ձևով չեն, նրանք շատ հետաքրքիր զրույցներ են եւ շատ լավ ժամանակ են անցկացնում հղիները Մայրության դպրոցում, դուք էլ դրա մասին նշեցիք։ Իսկ այսինքն որոշակի ակումբի է նմանվել կարծում եմ Մայրության դպրոցը, նույնիսկ ունեցել եք ավարտական միջոցառում։ Յուրաքանչյուր ցիկլ ավարտելուց հետո մի հատ ավարտական երեկո ենք անցկացնում, ինչպես այն ժամանակ դպրոցներում վիպուսկնոյ վեճեր էին անում, մենք էլ ավարտական ցերեկույթ ենք կազմակերպում, որը խրախուսվում է մեր ղեկավարության կողմից, իհարկե անցկացնում ենք եւ շատ գոհ են լինում, շատ ուրախ են եւ այն հին ավարտածներն են գալիս այդ երեկույթներին մասնակցում։ Արդեն իրենց փորձով կիսվում են։ Նույն իհարկե ակումբի նման է Մայրության դպրոցը, բացի մեր այսպես ասած Մայրության ակումբի դպրոցից կա նաև Մարգարյան ակումբ, որը գործում է, որին մասնակից լինելու եւ բուժառուները եւ հարազատները մասնակից լինելու համար անպայման մեր կայքի կամ հեռախոսահամարների միջոցով կարող են տեղեկությունները ստանալ, գրանցվել եւ իրենք էլ դառնալ այդ ակումբի անդամ։ Ինչ է տալիս այդ ակումբի անդամ լինելը։ Մեծ բան։ Նախ բրենդը Մարգարյան ծննդատունը իմ կարծիքով բրենդ է։ Նու որպես բրենդ ենք մենք իհարկե դա իմ կարծիքով օգտագործում, որովհետեւ անցյալ դարի 1930-ականներից ծննդատունը կա եւ շատ գեղեցիկ ոսկե տառերով պատին ամրացրած բան ունենք 1930 եթե չեմ 31 թվականից լույս աշխարհ եկող երեխաներ օրհնյալ լինի ծնունդը ձեր։ Այո, շատ Շատ նենց որ պատիվ է նաև այդ ակումբի անդամը լինելը։ Իսկ ինչ որ առավելություններ տալիս է այդ ակումբի անդամ լինելը։ Այո, առավելություններ տալիս է, որովհետև հնարավորություն է տալիս եւ գրանցված բուժառուին եւ նրա հարազատներին որոշակի զեղչային ճկուն համակարգից օգտվել եւ համապատասխան հետազոտությունները, բուժումները անցնել արդեն այդ զեղչային համակարգի միջոցով։ Ուզում եմ նշել նաև, որ յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրը կենտրոնի առաջատար մասնագետների կողմից իրականացվում են անվճար խորհրդատվություններ եւ անհրաժեշտության դեպքում բուժում եւ կենտրոնը նաև յուրաքանչյուր շաբաթ օր արդեն ունի հնարավորություն ունի ընդունել բուժառուների այն կանանց համար հատկապես շատ հարմար է, ովքեր որ աշխատում են եւ շաբաթվա օրերը այդքան էլ հարմար չեն բժշկի այցելելու համար։ Բրկուի խանեմ, իրեն շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Կարծում եմ մեզ դիտող հղիների մոտ մեծ ցանկություն առաջացավ Մայրության դպրոցի ձեր դասերին հաճախելու համար։ Շատ շնորհակալ եմ, հույս ունեմ, որ ապագա հղիները բոլորը կգրանցվեն եւ իսկապես կլինեն այն մի մասնիկը, որը հիմա կա մեզ մոտ։ Ովքեր կվարեն ինֆորմացված եւ մեծ գիտելիքներով իրենց հղություն եւ գիտելիքներով զինված, պատրաստված եւ ապագա մայրությունը կամ այդ մայրության բերկրանք ավելի մեծ կլինի իրենց համար։ Շատ շնորհակալություն։ Սիրելի հղիներ, իսկ դուք եղեք ինֆորմացված եւ գիտելիքներով զինված։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։